Բարի երեկո ձեզ, արգել հայրենակիցներ, մեզ կներեք 15 րոպե ուշ սկսելու համար, դուք գիտեք Երևանի փողոցները խճողված են, ինչպես բոլորի համար, այնպես եւ մեզ համար, այնպես որ միշտ աշխատում ենք ուղիղ ժամը 19-ին եթե դուրս գանք, բայց ուրեմն մեր ցանկությունը, մեր հնարավորությունների հետ, ինչպես նաեւ ձեր հնարավորությունների հետ չի համընկնում։ Բայց թե կարծում եմ այդ այնքան էլ բան չի, որովհետեւ վերջին հաշվով կարևոր է թե ինչ կասենք իրար, ինչ չենք ասի։ Ուրեմն այսօրվա հաղորդումը ուրեմն նվիրված է երկու կարևորագույն խնդրի, որը առաջինը հանրապետության ջրերի ուրեմն հոսքերի կառավարման մասին է խոսքը, ջրամբարներ, գետեր եւ այլն, հատուկ մի հաղորդում մենք ունենք այդ առումով Եղվարդի ջրամբարից եւ նրա խնդիրներից, որ կիրակի ունենք դիտել, տեսել, նկարել, նկարվել եւ ազդագիրը գրել է, եւ երկրորդը աշխարհագրական չարչարված տերմինների, տեղանունների մասին է, որի մասին արդեն ես մոռացել եմ քանի տարի է խոսել եմ գողապետության շրջանում, մինչև հեղափոխություն 18 թիվ, խոսել եմ դրանից հետո եւ այս տարի հատկապես նաեւ Վարդանիկի այսպես ուրեմն քամի արած գործի առընչությամբ եւ այսպեսի մի բան եմ ասել, որ այդ ոնց է լինում ռուսական կողմնորոշումով ուրեմն Հայաստանում ռուսական կողմնորոշումով համայնքապետ կամ քաղաքապետ գրադաначальник, որի քաղաքի անունը թուրքերեն է, Գյումրի։ Այսինքն տարօրինակ է, չէ՞։ Ուզում եմ հիշեցնեմ, որ այս խնդիրներն են երկու, որ ցես հետ ուզում եմ այսօր մենք որոշել ենք, մենք ունենք գործադիր կոմիտե եւ աշխատանքային խումբ, որոնք քննարկում են իրար հետ ուրեմն ներկայացնում ենք, հետո նոր ներկայացնում ենք ձեզ։ Հիմա ասեմ հետեւյալ, առաջինը հանրապետության ուրեմն ջրի ռեսուրսների կառավարման մասին է։ Ես ասեմ առասարակ, որ Աստված ուրեմն մեզ շատ բան է տվել, շատ բաներ չի տվել։ Եթե ուշադիր եք եղել, ուրեմն եթե ուշադիր եք եղել, երկու օր առաջ կիրակի ավելի շուտ Թումանյանի անխելք մարդը ուրեմն հանջարեղ ստեղծագործությունը ես տեղադրել էի Facebook-յանի մեջում, ուշադիր եղեք, հետաքրքիր նյութեր եմ դնում։ Եվ դա մեր Թումանյանն է, հանջարեղ Թումանյանը, որը ինձ թվում է հատուկ հայերի մասին է գրել, եւ դա գիտեք ինչ է նշանակում, փոքրիկ մի բան ասեմ, բախտ որոնող մի աղքատ մարդու մասին է, որ Աստծո տված հնարավորությունից չօգտվեց, իրեն հասնում էր ոսկի, իրեն հասնում էր օրիորդ աղջիկ ամուսնանալու համար, իրեն հասնում էր շատ բաներ, եւ Աստված իր համար դա նախատեսել էր, բայց ինքը քանի որ երկար ժամանակ բախտ որոնեց, վերջը գերի բաժին դառավ, ինչպես որ մենք էինք, չէ՞։ Մենք կարողացանք Արցախի հանրապետություն ստեղծել, կարողացանք ազատագրել տարածք, բայց հետո տրվեցինք կագեբեիշնիկների կամքին եւ նյութականին եւ գելի բաժին դառան։ Հատկապես մի քանի հոգի ուղիղ գելի բաժին դառան, որովհետեւ այսպես կոչված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը զավեշտետա, ուրեմն գնաց հանգրվանեց Բաքվի բանդերում իր նյութապաշտության, տգիտության եւ ռուսների կամքով առաջնորդվելու նրանց ցանկության, այսպես է։ Եվ իրականությունը շատ դաժան է, հանկարծ չասեք, էսի դաժան մարդ է։ Այո, այդ իմաստով դաժան մարդ է, ինչպես դուք։ Բայց դա իրողություն է եւ նույնիսկ չիմացանք թե հիմա չգիտենք թե ուրեմն Բաքվի բանդերում ութի մասին է խոսք, ինչ են երգում, ինչպես են Հայաստանի բոլոր գաղտնիքները դուրս ասում կաշիները փրկելու համար, որտեղ այդպեսի լուրեր կա։ Ուրեմն այսպես, բայց այսպես չանցում ենք առաջ։ Հիմա ինչու ասեցի այդ գալի բաժինը Թումանյանի մասին է խոսքը, նա երևի մեր բնավորությունը լավ է հասկացել, ընդհանրապես Թումանյանը իհարկե մեր բնավորությունը լավ է հասկացել, բայց ուրեմն հարցը ինչի մեջ է։ Ուրեմն դուք գիտեք, եթե քարտեզը վերցնեք, ես ձեզ առաջարկում եմ մեր հաղորդումների ժամանակ ֆիզիկական մի քարտեզ դնեք, որին էշ լինի հայկական լեռնաշխարհը, լինի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եթե դուք նայեք այդ քարտեզին, կտեսնեք, որ այդ բոլորը գելի բաժին է դարել։ Մեծավոր միջին արևելքի բոլոր ուրեմն ջրառատ գետերը հոսում են հայկական լեռնաշխարհից։ Ընդ որում ասեմ, հայկական լեռնաշխարհ տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի հետազոտող Աբիխը, Հերման Աբիխը, որը Ալեքսանդր II ցարի ներկայությամբ դասախոսություն է կարտացել, այդ բրոշուրը ես թարգմանել եմ տվել ակադեմիական հրատարակությամբ, մենք թարգմանել ենք։ Եթե ընդհանրապես եմ ասում, նկատի ունեցեք, եթե դուք վերցնում եք Էրզրումը կամ Կարինը եւ 50 կիլոմետր կամ ուրեմն շարավղով գծում եք նրա շուրջ, դրախտի ոչ միայն 4 կետերն են նրա մեջ, այլ առասարակ
աշխարհի բոլոր վայրեր, ուրեմն Պարսից ծով, Սերծով, Կասպից ծով, բոլոր ուրեմն ջրերի աղբյուրները Հայաստանի հայկական լեռնաշխարհում են, բայց գիտեք, այդ լեռնաշխարհից մենք փախով մեզ կարողացել ենք պահել ընդամենը 29 չգիտեմ ինչքան 100%, ես 30 եմ ասում, որտեղ դժվարանում եմ ասել ավելի քիչ, որի փախը վերջինը ճողոբրեցինք Արցախից 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ուրեմն ես հաշվել եմ, որ մոտավորապես 100 գեներալ եղել այդ փախչողների մեջ։ Ուրեմն այնպես ճողոբրեցին, որոնք Ալիևի թրիտակով անցած հիմա եկել են հերոսաբար, չգիտեմ ինչեր են ասում, ինչ է։ Եվ այսպես ուրեմն զենքը ուրեմն թողած փախել են, առանց զենքի ուզում են վերադառնալ։ Զավեշտ է, չէ՞։ Իբր մենք էլ չենք ուզում։ Հիմա ջրի մասին է խոսքը, այս պարագայում ասացի, որ հայկական լեռնաշխարհից է, որ բոլոր աղբյուրները առանց բացառության եմ ասում, նաև աստվածաշնչյան ուրեմն այն 4 գետերը դրախտի 4-ն էլ սկիզբ են առնում հայկական լեռնաշխարհից, որոնցից ոչ մեկը ըստ էության հիմա մերը չի, որտեղ գրավել են, ոչ թե մերը չի, ուրիշները քացով տվել, մեզ դուրս են գցել, ինչպես որ Արցախից քացով խփեցին ռուսների օրնանկով, ադրբեջանցիները մեզ, բայց մենք մեծ էս խոսելու կարողություն ունենք։ Հիմա ավելի կոնկրետանանք, ես ասում եմ, որ չհիշենք մեր պարտականությունները մեր լեռնաշխարհի հանդեպ, չմոռանանք նաև ուրեմն համեստ լինել, շատ գործանել, հակառակը ոչ թե պոռոտախոսությամբ զբաղվել եւ Երևանի ուրեմն օպերային հրապարակում թուրքիայի դրոշներ ուրեմն այրելով, ինչ է ուրեմն այդ ջահերով երթեր կազմակերպենք, կազմակերպի ցեղասպանության հուշահամալիր, կարծես թե դեպի Երզրում Շուշի կանեն ուրեմն այդ վան է կազմակերպում է, մի խոսքով զավեշտալի բաներ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա այդ բոլորը դնում ենք կողքի առայժմ վերլուծության համար, մենք հիշում ենք, որ մեր տրամադրության տակ մենք ունենք ընդամենը 30,000 քառակուսի կիլոմետր, եւ երբ մենք փորձեցինք մի փոքրիկ մասել հայկական լեռնաշխարհից Արցախի հետ միասին վերադարձնել, տեսակ ինչ դաժան վերաբերմունքի արժանացան նախ տեղի մաֆիայի կողմից Ղարաբաղյան կլանի, որը կեղեքել էր առնականարել Հայաստանը եւ համաշխարհային հանրություն կոչված է, որոնցից ոչ մի երկիր չհամաձայնվեց, որ ուրեմն Հայաստան վերադառնա իր ժողովրդով իր փոքրիկ մի հողակտորը, բայց այստեղ կա մեր մեղքը, ասեմ ինչու։ Իսկ դիվանագիտական ինչ աշխատանք էր կատարվել, ինչ մակարդակի գիտական, քաղաքական աշխատանք էր կատարվել ազգերի նորոշման իրավունքը ռեալիզացնելու համար։ Բացի սուտ խոսքերը, ճառերը մեզ համար եւ այլն։ Հիմա կոնկրետ 30,000-ի մասին է խոսքը։ Հիմա մենք պետք է նայենք աշխարհագրորեն մեր հանրապետության դիրքին, դուք գիտեք, որ նա Մեղրի եւ Ագարակի, այսինքն Արաքսի հողից ցկվում է դեպի Բագրատաշեն, ցկվում է դեպի ուրեմն Աշոցք, որտեղ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի արձանը փառահեղ դերևս ապրում է, եւ այս մի խոսքով մենք ապրում ենք այս տարածքում եւ սա մեր պետականությունն է։ Հիմա այդ պետականությունը խնդիրներ շատ ունի, պատերազմից հետո դժվարին հարցեր կան, բայց լուծելի հարցեր էլ ունի, որն է։ Մենք պետք է կարողանանք կոնկրետ ասեցի այսօր նպատակը ջրերի կառավարման հարցն է, եւ դա ես զուգորդում եմ մեր նախորդ հաղորդումներից, ես հիշեցնեմ հրաշալի հիշեք, եւ Շիրակի գոտեից կարծեմ ես այս տարի 2-3 անգամ հացի եւ բարենային անվտանգության հարցերի մասին հաղորդում եմ տվել, որովհետեւ մենք պետք է հիշենք մի բան, անընդհատ իհարկե բացվելու ենք աշխարհին, իհարկե հայկական խաչմերուկը լինելու է, դա լինելու է նաեւ նույնիսկ Ռուսաստանի քայքայումն էլ լինի, Ռուսաստանի բրոքսիները Հայաստանում գետիներ մտնեն, ոչինչ անել չեն կարող, հայկական խաչմերուկը աշխատելու է, եւ մենք կանոնավորելու ենք մեր հարաբերությունները բոլոր հարաբերությունների։ Դու կրկնում եմ բառը կանոնավորելու ենք եւ այդ գործընթացը բավականին հաջողությամբ գնում է։ Բայց այստեղ ուրիշ հարց կա։ Ուրեմն դրա հետ մենք պիտի նկատի ունենանք, որ աշխարհը շատ հարապոփոխ է, աշխարհակական իրավիճակները բարբերաբար ցնցումներով փոխվում են, որից զոհի մենք շատ անգամ ենք եղել, պիտի նկատի ունենանք, որ Հայաստանյան Հանրապետությունը, որը արևմուտքից ունի Թուրքիա, ուրեմն արևելքից Ադրբեջան, հյուսիսից Վրաստան, հարավից ուրեմն Պարսկաստան կամ Իրան, Իսլամական Հանրապետություն հնարավոր է նորից դժվարին վիճակների մեջ հայտնվի եւ շրջափակվի։ Մենք այս տարբերակը չենք կարող հաշվի առնել, որտեղ ոչ թե ուզում ենք, որ լինի, այլ հնարավոր է, որ լինի ինչպես որ եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ դա մեր կամքից շատ քիչ է կախված, այդ խաղաղություն կոչվածը Հայաստանի Հանրապետություն
ժողովրդից ու իշխանությունից, պետության կամքից շատ քիչ է կախված, եւ դա նույնիսկ ասեմ, տեսնում եք Ռուսաստանի խաղաղության հարցը իրենից էլ չի կախված։ Ռուսաստանի խաղաղությունը կախված է ռուսական, ուկրաինական բանակի հարվածներից, Ամերիկայի կամքից, Եվրոպայի դիմադրողականությունից եւ շրջափակումից, որի մեջ հայտնվել է Ռուսաստանի անջարեղ զորավարով, առնակամ է լինում։ Ուզում եմ ասել, սրանք այնպիսի օրինաչափություններ են, որտեղ սուբյեկտիվ գործոնը կամ մարդկային գործոնը շատ քիչ նշանակություն ունի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է մեր պետության ու մեր առջև դրվում են խնդիրներ։ Առաջինը, որն է այս պարագայի համար, բարենային անվտանգության հարցը Հայաստանի Հանրապետության համար կենսական հարց է։ Դա հացի հարց է, մրգեղենի հարց է, եւ այն ինչ որ Հայաստանում հնարավոր է արտադրել, այդ բոլորը պետք է արտադրվի։ Ընդ որում բարձր որակով, որովհետեւ դուք ազատագրվեք ռուսական լարսի մուննաթից, որի ես ծնվել եմ այդ մուննաթը կա, մինչև հիմա հայությունը էլ խոսում է, այդ մուննաթով էլ ապրում է, բայց մենք եվրոպական ստանդարտով դեպրես ապրանք չենք կարողանում զանգվածորեն արտադրել։ Ինչքան կմնանք Ռուսաստանի հույսին, այնքան չենք զարգանա, որտեղ որ ասում եք այսպես, հա, Ռուսաստան մինչ աղբելասի կվաճառվի, ասենք սնունդ, հագուստ եւ այլն, ուրեմն դա երբեք չի խրախուսելու որակյալ արտադրանք։ Դրա համար գիտակցորեն լարսի դեմ պիտի պայքարել լավ արտադրանք տալով մեկ եւ երկրորդը Իրանի ճանապարհներն օգտագործելու կոնկրետ Չաբահարի նավահանգստի ուղղությամբ աշխատանքներ անելու համար։ Նաեւ գումարած դրան արդեն ներքին արտադրողական ուժերը զարգացնելու եւ այս առումով։ Եվ հիմա տեսեք ինչ կա։ Ուրեմն այստեղ գալիս է, գիտեք որ մեր հանրապետությունը լեռնային է, բայց բավական ջրի ուրեմն քանակություն կա, որի խելացի տեղապաշտման, ոսկերի կազմակերպման եւ լավ ուրեմն կառավարման պարագայում մենք ունենանք մեծ հաջողություններ։ Ես ասեմ, որ ի դժբախտություն չարագամների եւ ի ուրախություն, ասում են ինչպես բարեկամների, չարագամները ուրեմն ռուսական սեգմենտն է, ուրեմն բարեկամները իհարկե Հայաստանի ազատության եւ անկախության համար պայքարողներն են։ Այդպես չպետք է մենք ափսոսանք դա ասելու համար, որովհետեւ մի օր այդ ռուսական սեգմենտը մեր ժողովրդին պատասխան պիտի տա իր տարիների այս սաբոտաժի, տերորի, ինչ որ անում են հոգեբանական մեր ժողովրդի հետ, չնայած իրենք թվում է թե հայեր են, բայց թե հայեր են այդ տեսակ հայեր են, որոնք սպասարկում են Ռուսաստանի շահերը, իրենց մաֆիայի շահերը, կլանի շահեր, Ադրբեջանի շահեր, բայց ոչ Հայաստանի շահեր։ Հիմա բայց դրանք չեն հարցնել։ Հարցը հետեւյալի մեջ է։ Ուրեմն ինչու համար ասեցի ուրախություն մեզ բոլորի, վերջին 2 տարին ասենք, բանը Հայաստանում գնում է ուրեմն ջրամբարների ուսումնասիրություն, շինարարություն, եւ դա հրաշալի է, որովհետեւ մեր ուրեմն անջրտի տարածք Հայաստանում չպետք է լինի։ Որ եթե Աստծո հույսով ուրեմն խոնավ զոնաներում վերքի խնդիր տարիների ընթացքում ոչ միտեղ չի լինում, բայց մնացածը դուք գիտեք, որ Շիրակի գոտի, Վարդենիսի հացառատ շրջան, այն շրջանները, որտեղ կա Սիսիան եւ այլն, այս շատ տեղերում ուրեմն անձրևից կախված բախտ է, եթե անձրև եղավ կլինի, եթե չեղավ գնացեք հարցրեք Շիրակի գոտու ուրեմն մեր ժողովրդի այն չարքաշնացի, որ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, երբեմն պատահում են նույնիսկ սերմի բանը չեն անում եւ հողերը անջրտի են մնում, հետեւաբար նաեւ չօգտագործվում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեր առջև վերակառուցման իմաստով դնենք եւ լուծենք ջրամբարների, գետերի հունի էկոլոգիական կառավարման, էկոլոգիական միջավայրի լավացման խնդիր եւ լուծենք։ Եվ սա 100%-ով լուծող հարց է։ Ասեցի կառավարությունը վերջին 2 տարում իսկապես ահռելի քայլեր է արել ջրամբարների կառուցման իմաստով։ Նկատի ունեցեք, բարեկամներ, եթե կան նաեւ չարակամներ, իմացեք, լավ են պետք է լավ ասել եւ խրախուսել, պարտադրել կառավարությանը, որ աշխատի ավելի լավ, վատին էլ պետք է վատ ասել։ Հիմա լավին ասեցի, որ վերջին 2 տարին մոտավորապես իմ հաշվով եմ ասում, իհարկե ես այդ ուղղությամբ մասնակից եմ, ջրամբարների վիճակը շատ լավացել է, կառուցվել է եւ բայց ջրաբաշխնագործը լավ վիճակում չի։ Այդ ջրի մարդը չարիք է, ջրի մարդ, լույսի մարդ։ Հիմա լույսի մարդի մեկին վերցրեցիք, փոխեցիք ծակը եւ տեսնում եք, բազում է այս ուրեմն հեծը ունի ահռելի ռեսուրս ուրեմն էժանացնելու համար։ Հիմա մի հատ էլ այդ ջրի մարդկանց վերցրեք, փոխեք տներեք ծակերը, որովհետեւ ջուրը ուրեմն նորմալ իմաստով հասնի ֆերմերին եւ նաեւ այդ օլիգարխների ուրեմն բաների վրա ռուսերեն ասեմ շչոչիկներն ուժեղացրեք, որոնք սովորեին ուրեմն բանով այսպես ասենք, հա, ջրի չգիտեմ ինչի վարձը չտալով, ուրեմն գոմշի տաշվից բաներ հասնել, հակներ եւ այլն։ Ուրեմն հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Կոնկրետ մենք ունենք մի խնդիր, որը Եղվարդի ջրամբարին է վերաբերվում եւ ես կառավարությանն եմ դիմում, սա հասելով հետեւյալը, որ իհարկե ցանկի մեջ կարծեմ
մի քանի ջրամբար արդեն կառավարությունը նախատեսել է, ֆինանսավորման հարցերը լուծում են, նոր ջրամբարներ կամ վերանորոգվում են կամ վերակառուցվում են, եւ դա հրաշալի է, բայց ինչ պատճառներով Եղվարդի ջրամբարի ուրեմն հարցը մնում է, ընդ որում Եղվարդի ջրամբարը ունի ինքը ունի բաներ, պատմություն, որն է դա, ինչքան հիշում եմ, մոտս ճիշտ ասած թղթի վերագրված էր, Վիկիպեդիան նայեք չկա, կարծեմ 1983 թվականին թե 4-ին սկսվել է խորհրդային տարիներին հսկա ջրամբարի շինարարությունը, հատակը մաքրվել է, հատակը ուրեմն ասում են, որ գրունտը շատ լավն է, մանավանդ սևահողը մարդիկ իմանալով, որ ջրամբարը կառուցվելու է, սևահողը հանել են այգիներ եւ այլն, այդ Դեմիրճյան կոչվող խնձորի այգիներ կան ջրամբարից հեռու, այսպես եւ ջրամբարը Շամիրամի ուրեմն այն հայտնի ջրուղու ողքին է, դա այն ուրարտական տարիների ուրեմն ջրի ուղին է, որ կառուցել են մեր հանջարե վարկաները, իսկ բանջարե գողապետականները փչացրել են այդ բոլորը։ Հիմա դա գործում է, Սևանի ջուրը բաց է թողնվում որոշակի ձևով, որոշ քանակով եւ այլն։ Հիմա խոսքը ինչի մասին է։ Ուզում եմ ասել, ես մասնագիտական հարցերի մեջ չեմ մտնում, այդ ջրամբարի վերակառուցման եւ գործարկման համար, որը ահռելի տարածք է գրավում, ահռելի ուրեմն տարածքի հետ միասին ջրարբիացնում է շատ տեղեր եւ նաեւ հաշիվները կան, եթե այդ ջրամբարը գործարկվի, նկատի ունեցեք, գործարկվի, Եղվարդի այն հատվածում հրաշալի տեղեր են, ասեցիք գիրակի օրը մենք մեր աշխատանքային խմբով տեղացի որոշակ ընկերների հետ ժամերով ուրեմն ջրամբարի հատակ ջուր չկա մեջը, որ ասում եմ, նկատի ունեցեք, քանի որ ջուր չկա, ձուկեր չկա, բայց ջրամբարի հնարավորություններ, պատնեշներ եւ կան Եվ այլն որոշակի մարդիկ ասում էին, որ 47%-ով ջրամբարի խնդիրը լուծված է շինարարության, մնացածը պիտի անի։ Ժամանակին ճապոնացիները ուրեմն այդ հարցը դրել են, ուզեցել են օգնել, իսկ հանրապետական կուսակցության նախագահ ուրեմն Սերժ Սարգսյանը խոստացել է, որ ընտրություններից առաջ այդ ջրամբարը պիտի կառուցի, բայց դուք գիտեք նրա հասարակական կամ խփում էր, կամ էլ խափում էր, այնպես էր մնացել այդ բոլորը։ Եվ ապուշ-ապուշ կներեք այստեղ մարդիկ ուրեմն չհայտնվեն, բաներ չգրեն, այդ ինչ որ գրում եք, ձեր մամաներին է վերաբերում եւ ձեր կանանց։ Եղավ ուրեմն ուղիղ, այս մեկը փակագծում Ժորժ ջան։ Հիմա այդ ինչ եմ ասում, հետո նորից դադարեցվել է, ասեցին, որ օգտակարության հարց կա եւ նման բաներ։ Առաջարկս քանի որ Այնտեղ շատ մասնագիտական բարձրացման հարցեր կան, առաջարկս է, որ կառավարությունը ստեղծի շահագրգիռ մի հանձնաժողով, շատ հանձնաժողով եւ ուսումնասիրությունը կատարվի ժամանակակից տեխնոլոգիաներով, տեխնիկական մասերով, ես կարծում եմ, որ մեր ճարտարագիտական համալսարանի մասնակիցները եւ հիդրոշինարարները հարցերը կլուծեն, ուրեմն մի հատ լավ քննել, տեսնել, որովհետեւ օգուտները շատ են, նաեւ զբոսաշրջության իմաստով էկոլոգիական վիճակի բարելավման, ուրեմն այնտեղ հաշվվում է, որ 6 ամիս հնարավոր է ուրեմն այդ ամառային սեզոնի նման հանգստի գոտիներ բարել, իհարկե ոչ ամառային ամբողջապես, բայց բոլոր դեպքերում կա, բարձ է։ Ուրեմն ես ուզում եմ ասել, ուրեմն ներկայացնում եմ, եթե կառավարությունից արձագանքեն, ես նաև իմ անձնական կապերով կտեսնեմ, եթե խոսեմ, ինչպես երջանկայի շատ վարչապետներից մեկը կար, ուրեմն հորդորեմ, բայց ոչ որ գողություն ավազակություն լինի, իշխանություններին կասեմ, թող մի հատ զբաղվեն, որտեղ այդ հարցը ուրեմն պիտի բարձրվի եւ որտեղ ասեցի հատակը մաքրած է, պատնեշները կան, շատ բաներ արած է, տեղանքներ շատ հարմար է ջրամբար ունենալու եւ մարդկանց կյանք պարգևելու համար, Շամիրամի այդ ուրեմն ջրուղիներ կողքից հոսում է, դա է շատ կարեւոր է, ուրեմն դա ուրարտական կառույցի նախահետքերն են։ Այսքան հարցով ես նորից կանդրադառնամ, բայց ես բնականաբար չեմ մասնագիտական հավակնություններ չունեմ այդ հարցով, բայց ունեմ կուսակցության ծրագրային մաս, որտեղ կա հանրապետության նպաստեն, հանրապետության տնտեսական բարենային ուրեմն այդ ապահովության անվտանգության հարցերին անդրադառնալ եւ կարողանալ նպաստը բերել, սա առաջին հիմնական բազմաթիվ անգամներ դուք կհիշեք, որ տարիներ շարունակ ես ծորենի եւ այլնի դաշտերի ջրերի եւ այլնի հարցը, նաեւ սերմացուի տեսակի եւ այլնի հարցով ուրեմն այդ հաղորդումները տվել են, բայց ինչն է հարցը Ասեմ հետևյալը, եթե մենք ուզում ենք անկախ պետականություն, եթե մենք ուզում ենք բարեկեցիկ կյանք, իսկ դա պիտի ուզենք, անկախ այն բանից, ուրեմն 4 օր առաջ ենք պարտվել, թե 4 տարի առաջ, ուրեմն պետք է շտկենք մեր մեջքերը եւ հանրապետությունը կարողանանք ապրեսնել։ Մի բան ասեմ ու անցնեմ առաջ։ Եվ դա շատ հնարավոր է, ուրեմն Եղվարդի ջրամբարի հարցը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը նորից խնդիրը բերում է
կառավարության եւ ինչու միայն կառավարության շահագրգիռ շրջանակների ուշադրությանն է ներկայացնում, ասում է, որ նույնիսկ Սփյուռքից ներդրողներ են եղել են, չեն եղել եւ այլն, բայց աշխարհում այդ հարցը ուրեմն ներկայացնում եմ։ Հիմա ասեմ հետեւյալ, ինչ էի ուզում ասեի։ Այս հարցը բարձր է, որովհետեւ մեզ բարենային անվտանգության հարց է եւ մենք մեր հանրապետության ամեն մի թիսողը պիտի օգտագործենք։ Հիմա տարածված է, որ ինչ կարևոր է հիմա ներկրումով բոլոր հարցերը կարելի է լուծել, կարծում եմ սա սխալ տեսակետ է։ Իհարկե, եթե մենք լինեինք Լյուքսեմբուրգ, կողքներից լինեին ֆրանսիացիներ, εμείς կողմը ուրեմն բելգիացիներ, այնտեղ էր խաղաղեցված գերմանացիներ եւ այլն, ուրեմն իմացեք, որ ձեր ասածը ճիշտ կլներ, ազատ աշխարհ է, թող շրջափակում չկա, ենթադրենք, կարելի է մեծ շարքի նշանակություն, որտեղ ինչ աճում։ Բայց առաջինը ինչ լինի չլինի երկիրը, տեսեք Լյուքսեմբուրգի նման երկիրն անգամ այդ որ օրինակը բերում են ազատական տնտեսության, այդ ազատական ցանկացած ուրեմն պետություն ինքը ներքին իմաստով զարգացած է։ Չեք գտնի Լյուքսեմբուրգում մի թիսող, որը չի օգտագործում եւ ներկրման վրա է, հասկանում եք ոնց է։ Եվ երկրորդը մենք պետք է միշտ հիշենք մեր տարածաշրջանի դաժան իրողությունը, որ դա գեոպոլիտիկական, գեոքաղաքական դաժան կռիվների շրջան է, երբ որ առաջ ենք ազիվ մազապուրց ուրեմն այդ խնդիրներից փախ, այսպես հաղթահարել, մինչև այդ չի են հաղթահարված, ինչ եմ ասում։ Ուրեմն բարենային անվտանգության եւ մեր ժողովրդի աշխատուժի, արտադրական ուժերի զարգացման խնդիր ունենք։ Այս բոլորը կոմպլեքս հարցեր են, բարձր որ այդ նշանակում է Հայաստանում չպետք է լինի մի քառակուսի հող, որը չի ջրարբիացում, եթե պետք է, գործերը կընտրվի չգիտեմ, ուրեմն մենք պետք է ունենանք լայն ուրեմն բաների ջրամբարների, ջրակուտակիչ այդ եւ ջուր տեղափոխող հարմարությունների բոլոր հնարավորությունները պետք ունենանք այն բարակայի համար, որ Աստված չանի հանդարտ Հայաստանը նորից շրջափակվի։ Իսկ ես ձեզ զգուշացնում եմ, անկախ է բանից Թրամփը կլինի, թե ով կլինի Հայաստանի հանդեպ, ուրեմն դա կարող է լինել, երբ չշրջափակվի, երբ երկիրը ուժեղ կլինի։ Նայեցեք, որ ասեմ, ուրեմն պետությունները հարևան թույլ պետություններին, բարեկամներին խժռում են եւ ցանկացած ուժեղ պետություն չի ուզում կողքին ունենալ ուժեղ պետություն։ Սրանք գեոքաղաքական օրինաչափություններ են։ Ուրեմն եթե սա մենք հələ 4000 տարի ճիշտ է չենք հասկացել 5000, հիմա շարունակում ենք չհասկանալով ապրել, իմացեք որ 50 տարի հետո գոլոշիացած կլինենք, կվերջանա ամեն ինչ։ Նույնիսկ ռսակոծերը կթաղվեն մագադամներում, չեն էլ մնա։ Ռսակոծեր, որոնք դաղում են ամեն իմաստով, ամեն ինչով Հայաստանի պետականության կայացմանը։ Այս բոլորը իրենց քաղաքականության արդյունք է, այս բոլորը որ լինում է։ Ուզում եք բանակ վերցրեք, դպրոց վերցրեք, բուհեր վերցրեք, ինչ կուզեք, ուրեմն այդ բոլորը պետք է ճշգրիտ ձևով ճակատներին տրվի, ասվի։ Ոչ մեկը չպետք է շնչի, մանավանդ ովքեր մաֆիոզ շահերով ապրել են եւ շարունակում են ռիսկ են անում Հայաստան ներքաշել խնդիրների մեջ։ Ուրեմն երկու օրինակ ասեմ, թվեր ուղղակի հիշեք, Ժորժ ջան։ Իսրայելը, որ շատ օրինակ է բերվում, նրա պաշտոնական ուրեմն տարածքը այսօրվա կարծեմ 24000 քառակուսի կիլոմետր է կամ 22։ Հիմա քարտեզին նայեք, վերեն գրված է, դա մի բան չի։ Իսրայելի օգտագործելի պիտանի տարածքը գյուղատնտեսության ապրելու համար եւ այլնի համար 14000 ընդամենը։ Ուրեմն այդ 14000 քառակուսի կիլոմետրի վրա այսօր մոտավորապես 10000 մարդ է ապրում։ 8000-ը ուրեմն 8 միլիոնը հрьяաներ են կամ ռեպատրիաններ նաև մեջը 2.5-ը արաբներ են, քաղաքացի արաբների մասին է խոսքը 9-10 միլիոն են։ Ուրեմն կրկնեմ, 14000 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է մոտավորապես 10 մոտիկ միլիոն ճշգրիտը հանրագիտարան բացեք կլինի, Վիկիպեդիան հիմա ճշգրիտը տալիս է, ուրեմն մեծ սխալ չի լինի, եթե հարածել լինի։ Հիմա երկրորդն ասեմ։ Ձեզ քաչ հայտնի Թայվանը ինքը աշխարհագրորեն կամ Ֆորմոզյան նախկին կղզիներն են, ովքեր որ լավ չգիտեն Թայվան, ես ասեմ նաև իմ անունը, ուրեմն ես նկատի ունեցեք, որ ուրեմն 36000 քառակուսի կիլոմետր տարածք ունի Թայվանի Հանրապետության Հանրապետություն, այդպես է կոչվում, ճանաչված, չճանաչված, որը այն Թայվանն է, որ ձեզ չիպեր է մատակարարում, ով որ Թայվան է գնում գալիս, շշնացետ է գալիս, թե ինչ տեխնոլոգիաներ են եւ այլն։ Ուրեմն Թայվանը ունի 36000 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետությունից, ուրեմն շատ չի, 6000 քառակուսի կիլոմետր է շատ, իսկ երբ որ Արցախի Հանրապետությունը մեզ հետ էր, մենք էինք իրենցից շատ գրեթե։ Հասկանում եք ոնց է։ Այս երկու օր առաջ ենք տանուլ տվել։ Տանուլ ենք տվել մեր խելքի եւ
էլիտա կոչված ողորմելիների ընչաքաղցության, ստորակարշության եւ ռուսական կողմից ծառայության կան կկատարելու հետևանք ուրիշ բան չկա, թե չհամոզեմ որ դա այդպես էլ պետք է լիներ, չպետք է լիներ, բայց այդպես է հայ մայրերը մեկ-մեկ ոչ թե երեխա են բերում, այլ շպիոն կագեբեշնիկներ են բերում։ Այդ դժբախտություն է մեզ համար դարերի խնդիր կա մեջ։ Հիմա ուրեմն այդ Թայվանը գիտեք քանի միլիոն ազգաբնակություն ունի 23-ից 26 տարբեր գնահատականներ կան, ես գիտեմ որ 26 միլիոն ազգաբնակություն, դուք պատկերացնում եք 36,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա վերցնենք 24 միլիոն ազգաբնակություն, հեծանիվներին տեղ դնելու տեղ չկա, 36 կրկնում եմ, ուրեմն 24 միլիոն ազգաբնակություն, շշմելու բան են, որում Ճապոնիայի հատվածը, քարտեզը եթե գիտեք, հյուսիս-արևելյան հատվածը ջունգլիներ են, իսկ ջունգլիներում ուրեմն ապրում են միայն ռսակոծեր, այնտեղ մարդ չի ապրում, այսինքն գազաններ եւ այլն, պատկերացրեք խտությունն ինչպիսին է, բայց Թայվանը ողողում է աշխարհը ուրեմն այդ չիպերով, էլեկտրոնիկայով եւ այլն, նույնիսկ հիշեցնեմ մի բան, երբ Ռուսաստանը որոշեց ներխուժել Ուկրաինա, շրջափակում եւ այլն, պարզվեց, այդ հսկա Ռուսաստանը փոքր չիպեր չունի եւ Թայվանն էր մատակարարում, Թայվանը դադարեցրեց եւ հիմա Ռուսաստանում գիտեք խալաջերնիկներ գրեթե չեն աշխատում, որտեղ ստիպված բոլոր արտասահմանյան խալաջերնիկների չիպերը հանեցին, որովհետեւ Ուկրաինայում զբաղվեն մարդասպանությամբ, նույն մարդասպանությամբ զբաղվել էին դրանից առաջ ուրեմն Արցախում եւ Գալատամորը ենթարկեցին իրենց սիրելի արցախահայերին, ղարաբաղցիներին։ Իրենք են կազմակերպել Գալատամորը, հիմա ստրուգներին եւ իրենց անասուն բրոքսիներին լցնում են հետքերը ծածկելու եւ շարը հաճուցախ գծելու համար։ Հիմա այդ որում որից հետո Ալիևն իրենց գծեց։ Ռուսաստանը գծեց արցախահայերին, Ալիևը գծեց ռուսներին։ Գերան հիմա լավ է իրար հետ յոլա են գնում։ Հիմա բայց այս հարցը փակենք, ուրեմն այսպես Եղվարդի ճանապարհի այդ կառուցվածքը ուրեմն կարծում եմ որ արժի օգեշահագրգիռ են թող ձան բարձրացնեն կառավարությանը օգնեն ասեն եւ այլն եւ թող կառավարությունը որտեղ այնտեղ վեճեր են եղել սկզբից օգտակար է համարվել հետո ոչ օգտակար է համարվել եւ այլն թող մի իսկական հեղինակավոր գիտակ հանձնաժողով ոչ թե պոպուլիստական հանձնաժողով մի հատ լավ ուսումնասիրի վերջնական եզրակացություն տա եւ մեր ժողովրդին էլ ասի որ սա հնարավոր է կամ հնարավոր չի իմ կարծիքով շատ է հնարավոր բայց իմ կարծիքը ուրեմն պրոֆեսիոնալ կարծիք չի հիմա երկրորդ մասը որ ասեցի որն էր աշխարհագրական տեղանունների հարցը վերաբերյալ է հիմա այսպես եմ ասում չնեղանանք Պարտադիր է Ալիևը ոռնա որ այստեղից ոռնոցը սկսվի թե ես ինչ ասում Սևանալաջին գյոկչայի ասում եւ այլն Բայց թշնամին ինչ անելու, ինչ եք սպասում։ Ես օրինակ դարձ զարմանում եմ, դուք ինչ եք սպասում ուրիշից։ Ինչի ռուսների այդ աղմուկը չեք տանում, որ ամբողջ հանրապետությունը կինո Մոսկվա է, ուրեմն Լենինգրադյան Փարքասի հետ մեկը պրծավ, Պուշկին, Չեխով, Չայկովսկի, ինչի՞ չեք աղմուկ աղաղ տնում։ Հələ գնացեք բանը, Գումայրի, տեսեք թե փողոցներ եւ այլն։ Այսինքն դուք մտածում եք, որ կարելի է ծախվել, որոշ մարդկանց մասին է խոսքը, թուրքին չի կարելի ծախվել, ռուսին կարելի է ծախվել։ Հա, էս է խնդիրը, էս է սկզբունքը։ Ուրեմն Չէ, այս հարցով շատ եմ խոսել, չեմ երկարացնի, ասեմ ինչն է ասել։ Ուրեմն ի վերջո պետք է նորից կառավարության հարցեր ստեղծել մի հանձնաժողով, գիտակ մարդկանցից աշխարհագրագետներ, պատմաբաններ, որոնք ազգագրական հենքը ունեն իրենց կրթության մեջ, մշակութաբաններ անպայման, եւ այսպես մի խոսքով հանրապետության բոլոր մեր հանրապետության բոլոր ուրեմն բաները բնակավայրերը, համայնքները քաղաք կլինի, գյուղ կլինի եւ այլն պիտի հայկական իրենց անունները ստանան։ Նորից ասեմ, հա, Գումայրին թուրքերեն է։ Մի քիչ աղավաղված անունը նշանակում է սահմանադուր։ Այդ քաղաքը ոնց որ կրակն են գել, այս ժողովրդի ու այս կառավարությունների ծերը։ Սկզբից Գումայրի է եղել, հետո Ալեքսանդրապոլ, հետո Լեննադան, հետո Գյումրի եւ այլն եւ այլն։ Քաղաքի, այսինքն ես հայության ես չեմ հասկանում, հայության սովորությունը։ Ուրեմն նայում ես Եվրոպա, նայում ես աշխարհի լավագույն երկրներ, որոնք ավանդույթ ունեն։ Բնակավայրի անունը ամեն մեռելի հետ փոխել ո՞րն է։ Այդ Լենինը ձերիշն է որ Լեննական է տարել։ Այդ Կիրովականը, Կիրովը դուք գիտեք ով է ինչ է, որ հիմա մինչև հիմա Կիրովական են ասում, Վանաձոր չեն էլ ասում։ Ընդհանրապես պիտի արգելվի բնակավայրերի հայկական տեղանունների ավանդական եւ ոչ վերականգնվի եւ դրանց փոփոխությունը պետք է արգելվի հասկանում եք ոնց է դրա համար օրինակ ես գիտեմ որ Ալավերդին Մանաս կամ Մանես է իր ավանդական անունը փոխեք ափսոսում եք այդ մահմետական անունը շատ է կապել վրաները տեսնում եք Ադրբեջանն ինչ է անում կողքից վաղներ ասելու են դա ծեր իմացեք Հետո ռուսներն ասելու են Ֆիալետովոն ձերը չի Կիրովականներ ձերը չի որտեղ Կիրովը ռուս է
Սա իր ձև է, փոխեք, քանի 30-40 տարի անց է, վերացիներից մի հատ օրինակ վերցրել, ինչպես կարողացան արագ տեղանունները վերականգնել իրենց հասկացածով Վրաստանում եւ հրաշալի ցուցափեղկեր, ցուցատախտակներ։ Հայաստանում գնում է հրաշալի եկեղեցիներ, ամրոցներ եւ այլն, չես իմանում ուր է գնում։ Մեկը հայերենով մի նորմալ ձևով այդ ճանապարհային շինարարություն ով է զբաղվում, չգիտեմ։ Դա չի վերցնել, պետք է մի խոսքով ցուցափեղկերով ցույց տվի ուր է գնում եւ այլն։ Վարորդը աշխարհի ցանկացած երկիր կարող է քշել ըստ ցուցափեղկերի Հայաստանում 30,000 մեջ կխճճվի, որտեղ ոչինչ հասկանալի չի։ Մի մասն էլ 5 ժանգոտած ռուսերենով ինչ որ անում են։ Մինչև հիմա Ալափարս կա։ Ալափարսը ով է մի հատ կասեք, այդ գյուղի համայնքապետ ունի թե չունի։ Դեռ որ հողը արագ բաժանում է գորող պորտաղով բանով, չեք ասում ես թուրքական հետքերներ մի հատ վերացնենք։ Այդ վերցրած հողից մի 2 կոպեկ տրենք, ցուցափեղկեր սարքենք։ Ուրեմն ինչու եմ ասում, նայեցեք, աշխարհագրությունը, քաղաքականությունը, ինչքան ձեզ ասեմ, այդ քաղաքականությունը երբեմն ուրեմն տհասների գլխին փորձանք է դառնում, ովքեր որ քաղաքականությունն ու ստամոքսը խառնում են իրար, աշխարհագրությունն ու ստամոքսը խառնում են իրար, աշխարհագրությունն ու շպիոն լինել հոտարի դարձնում են խոտար, դա ռուսի շպիոն լինել թե թուրքի շպիոն, ինչ տարբերություն, ես հայության մեջ մի շետ, դա գիտի երջանիկ բան է ռուսի շպիոն լինելը, թուրքինը վատ է, ինչ տարբերություն, կարող է բացատրել։ Հասկանում եք ինչ կա, բանն ասում էր մի խոսքով Ավետիք Իսահակյան եւ այն կարդացեք մեծերն ինչպես են ցավել դրա համար։ Ուրեմն 4-րդ հանրապետությունը պիտի ունենա հայկական տեղանունների պատմական վերականգնումով բնակավայրեր եւ վերջ եւ այս քաղաքներ ռուսաբանությունից պետք է հեռացվի։ Ուրեմն կարծում եք որ հայ եթե լիներ ուրեմն թուրքի կոմպոզիտոր վատ կլներ, եթե Չայկովսկին լավ կլներ, Չայկովսկի ձեր ինչն է։ Ընդհանրապես օտարը ինչն է ձեր, կարող եք ասել մենք ուրեմն ամենալավ չէ միջնակարգ դպրոցի նման երաժշտական դպրոց է։ Դու անունը Սպանդարյան կա, ում ասեմ, ինչ ունենք, անունը դրել եք ամենալավ բանը, դպրոցը, Պուշկին, այնպես ավելի լավը չգիտեմ ինչ համար եք պահում։ Հասկանում եք ոնց է, շատ շնորհակալ եղանք ձեր ուրեմն այդ նվիրումի համար։ Հասկանում եք ոնց է, ինչքան կնվիրեք, այնքան տրորելու են, օտարին ինչքան կնվիրվեք, այնքան կտրորեն, նկատի ունեցեք։ Այն մի հրաշալի մարդ կար, ցեղասպանության տարիներին ամբողջ հասակով կանգնեց հայ ժողովրդի շահերի պաշտպանությունով, եւ դա Վուդրո Վիլսոնն է։ Մի հատ Վուդրո Վիլսոնի անուն դրեք, Իսակովը խաբարել ինչ է։ Դուք գիտեք այդ Իսակովը Հայաստանի համար ինչ է արել, ինչ չի արել։ Ամենալավ Բողոտանները, Բաղրամյաններ, բաներ, այս բոլորը ռուսական բանակի նկատի ունեցեք, ես բան չեմ անում։ Այդ նույն օլիգարխներն են, էլի, Ռուսաստանում քեֆները տալիս են, գալիս են այստեղ հեղաշրջում անեն։ Ուրեմն պիտի կարողանալ առանց աղմուկ աղաղակի, հանգիստ ձևով կարողանալ երկիրը վերաշինել։ Ճանապարհներն ասեմ, ինչպես կարելի է դրանք ուղղել, շատ է։ Ուրեմն եթե բնակավայրեր իսկականը չունեն, ուրեմն կարելի է ինչ-որ բան բստրել, բայց բստրելու կարիք չկա։ Եկեղեցու ծխական մատյանները բաներից ուրեմն պատմության, չգիտեմ ինչ թանգարաններից եւ գրադարաններից կվերցնեք, ծխական հիմնականում ծխական մատյաններում ոչինչ չի փոխվել դարերի ընթացքում։ Կա նաեւ տեղեկատուներ եւ այլն եւ պետք է վերականգնել այդ քաղաքը շատ հրատապ է, Գյումրի, Վանաձոր, այդ Ալավերդի, Ալափարս եւ դատարեք նաեւ բնակավայրերը հին անուններով կոչվել։ Էլ նոյեմբերյան, էլ հոկտեմբերյան, էլ մայիսյան, այդ չեք կշտացել, դա ձեր մահն է, ցեղասպանության ուղեկից բոլշևիկների անուններն են։ Հետո որ հայերին, այսօր այդ նույն հայերին չեք կշտացել, Հայաստան ինչի օրի են դնում։ Հա, Բաղդասարով, մի հատ քաղաք գրեք, Բաղդասարով դրեք, մի հատ Մարգարիտա, որտեղ Կրեմլի սիրուհին է։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն այս բոլոր հարցերը պիտի լուծվեն, ժողովուրդ ջան, չի կարելի։ Հիմա ասեմ ինչի համար եմ ասում։ Դրանք սոս համայնքի անուն եւ այն կարելի է դիտել, բայց ժողովուրդ ունի լեզվամտածողություն, ցանկացած եւ ժողովուրդ ունի ինքնություն։ Ուրեմն ժողովրդի նկատի ունեցեք, ինքնությունը ձևավորվում է մայրենի լեզվի վրա, ռուսախոսների համար եմ ասում։ Հայոց ինքնությունը ձևավորվում է հայոց լեզվի վրա, ռուսերենով չի ձևավորվում։ Ռուսերենով մանկուրտ է առաջանում, թուրքերենով մանկուրտ, պարսկերենով, հասկանում եք ոնց է, այն մեկը լավ է, բոլորն են լավ չեն։ Եթե, ասենք ես չեմ ասում, իրենք իրենց համար հրաշալի են, թող իրենցին ով է ինչ ասում։ Ուրեմն, որովհետև լեզուն ծնում է լեզվամտածողություն, լեզվամտածողությունը ծնում է ինքնություն, ինքնությունն էլ հային դարձնում է կամ հայ, կամ էլ ուրեմն առնյաշկա։ Ընտրություն պետք է ուրեմն առանց բանի նեղանալու բանի պետք է այդ բոլորն անել, ինչը որ արել ենք շատ լավ է, ինչը չենք արել պետք է անենք։ Հիմա էսել էսպես, ուրեմն սա էսել հարցը ու վերջին ուզում եմ ուրեմն Էջմիածնի հոգևոր, այսպես ասած,
էլիտային դիմել, դուք իշքան եք դիմադրելու կառավարությանը։ Ինչու չեք հավաքում, դուք եք վերակառուցելու, չէ՞, եկեղեցին։ Ինչու չեք ուզում եկեղեցին մաքրվի սրբապիղձներից, մանկապիղձներից։ Ի՞նչն է հարցը։ Չնայած շատ հարցեր հետո պիտի քննվեն, երբ որ կլինի կասեն։ Ուրեմն դիմում եք ձեր շեֆին, ասում եք, որ երկը երկված է։ Չի կարող աշխարհում լինել որևէ կառավարություն, որը որոշում կայացնի, որ որևէ հիմնարկի պետ, տվյալ դեպքում այդ պարագայում, ուրեմն պետք է հեռանա եւ նա չհեռանա, անկախ թե ժողովրդավարություն է թե չէ, շատ է ժողովրդավարական, շատ։ Եթե գիտեք ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկը հանրաքվեն է։ Հիմա հանրաքվե որ անեք, Կարեկին կաթողիկոսը կմնա թե չէ։ Որն arczepiskopos-ը կմնա, բնեվի մեջ է, չեք տեսնում տվերը։ Կառավարության առաջարկում հանրաքվե արեք, դեմոկրատական ընծացակարգ։ Այդ Էջմիածնի ռուսական, քոչարյանական, չգիտեմ ինչ են ասում, քոչարյանական, վանեցյանական, հիմա ուրիշ կարապետյանական եւ այլ, դա մեր առաքելական եկեղեցու Հայաստանն է։ Պետք է փոխվի։ Հանրաքվե արեք, տեսնեք որը կմնա։ Այդ մեկը կմնա թե չէ։ Ուրեմն դրա համար իրենց պիտի դիմել։ Arczepiskoposներ, եպիսկոպոսներ եւ այլն, վանահայրեր, հավաքվեք ասեք, եղբայր գնա, կարող է քո խաթեր Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է վերջանա, հա։ Մեր ժողովրդին խիստ եւ շտապ անհրաժեշտ է անպայմանորեն մեր եկեղեցու վերադարձ դեպի Աստված Քրիստոս եւ Հայաստանյաց ուրեմն հայ ժողովրդի ծառայության։ Մնացածը բլեֆ է։ Աշխարհում եք ասում եմ, այդ մի փալիսեցություն արեք եւ կեղծ բաներ էլի, ուրճացած բաներ, եկեղեցուն հալածում են Հայաստանում, եկեղեցուն հալածում է Գարեկին երկրորդ B, որ ասում եք B-ն, կաթողիկոսը իր խմբով։ Ինքն է այդ եկեղեցու թշնամի եթե կա ինքն է թշնամին, հասկանում եք ոնց է, ոչ թե Հայաստանի իշխանությունները կամ քաղաքացիները։ Շուտ արեք հարցելուց եք։ Այդ մարդուները պիտի ասեք, կարող է կաթողիկոս ես ծնվել։ Ես ունտենում ես նյաթորի կպնում ես ձուլվում են։ Ինչ եք ուզում։ Հասկանում եք ինչ կա, տեսնում եք չի ստացում դուրս եկեք, որ Հայաստանը ձեզ չպետք է սպասի, 30 տարի, 40 ձեզ սպասեց եւ ջախջախվեց, հիմա ինչ եք ուզում։ Ես կարծում եմ, որ արագ պետք է լուծվի, դրա համար էլ պետք է ոչ ներվել, ոչ էլ չգիտեմ ինչ է բաներ անել։ Եվ ես ասեմ ձեզ, arczepiskoposներն եմ ասում, եթե դուք իսկապես ճշմարիտ քրիստոնեական ներաշխար ունեք, Աստծուն կարելի է ծառայել ինչպես կաթողիկոս, այնպես եւ շարքային ուրեմն հավատացյալ ժողովուրդ ինչպեսի մենք ենք, նաև քահանա, նաև եւ այլն։ Այնպես ոչ մեկը ոչ վարչապետ են ծնվում, ոչ նախագահ, ուրեմն ոչ էլ կաթողիկոս եւ այլն, բայց հայ պիտի ծնվեն, որովհետեւ նորմալ որոշում կայացնել։ Բարի գիշեր ձեզ, հանգիստ բան, հատկապես ռսաստրուկներին, որոնց ուղեղը ասեմ ձեզ, կներեք էլի, ասեմ որ դες ուրեմն անասունների մի շերտ կա, սրանք ուրեմն տեսքով ամեն ինչով հայ են, բայց ուղեղով ռուս չեն, որովհետև ռուսները թքած ուներ իրենց վրա, բայց իրենք հայեր չեն, որովհետև Հայաստանի շահերի համար կռիվ չեն տալիս, եւ ինչ-որ անհասկանալի բաներ են գրում։ Ինչ գրում եք ձեր կանանց եւ ուրեմն ձեր անձանց, ձեր կանանց եւ ձեր աղջիկներին եւ ձեր մայրերին։ Եղավ, ուրեմն այսպես, ընդունում եք այդպես, բարևներ բոլորին։ Ուրեմն մենք ապրում ենք կներեք էլի։ Ես ձեզ ասում եմ, մեր վերածնունդը մենակ մենք չենք, այդ նույն Թայվանը։ Եթե հետազոտություններ կարդաք, պիտի տեսնեք ինչպես Թայվանը այն հետամնաց, գիտեք, երևի Չանգայշիի ժամանակին երկիր էր։ Նա վերակառուցվել է մոդեռնիզացիայի տեսության հիմքի վրա, ուրեմն եւ եկեղեցու հավատի իրենց եկեղեցու, ուրեմն կրոնի օժանդակության մեզ պետք է վերակառուցում բոլոր իմաստներով մեր եկեղեցին մեզ խիստ անհրաժեշտ է։ Եղավ եւ քշակը կուսակցությունը, ասեմ նաեւ որոշ ուրեմն բույրերի եւ խվլերի համար 5 տարի է, 6 ինչ ծնվել է եկեղեցու կողքին է, եկեղեցու համար է, բայց նա իհարկե կրոնական կառույց չի եւ այդպես էլ լինելու է։ Կներեք քորի տեղ դնել պետք չի, իբր թե չեք տեսնում ինչ որ մարդկանց է վերաբերում, սա էլ իմացեք որ ուրեմն դա էլ պետք է լինի։ Եղավ, այսպես բարեկամներ, Հայաստանը վերակառուցվելու է, Հայաստանը գնում է ուրեմն նեց վերափոխումներ են, պետք չի չընդունել, բայց այդ վերափոխումները մեզ դեռևս չեն ուրեմն բավարարում, որտեղ մեր ախոյանները շատ ախոյան են։ Հասկանում եք, մեր ռուսը շատ ռուս է, մեր թուրքը շատ թուրք է, մեր ռսացած հայն էլ անուղելի է։ Հայությունից վաբուս դուրս թռած անհասկանալի օրբիտայի թափառող վերադարձեք Հայաստանյաց քրիստոնեական եկեղեցու դավանանքին եւ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը։ Մենք ուրիշ երկիր չունենք, ով չի ուզում թող մնա այնպես գնա էլի, բայց մնացեք լավ կլինի, ավելով հայերով հավաքենք մեր երկրում, վերաշինենք մեր երկիրը։ Փոխվելով մենք, փոխենք մեր երկիրը։ Ստեսում ձեզ, բարի գիշեր։